Եթերում հերթապամաս հաղորդաշարի կիրակնորյա թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Երկուսն էլ խմած էին, իսկ խմած մարդը ինչպես հայտնի է դիմացինին դժվար է հասկանում։ Քննչական փորձառության ընթացքում մատնացույց արեց այն վայրը, որտեղ փախուստի ժամանակ ձեռքից գցել էր դիմակներն ու դանակները։ Շատ հետիոտներ այսօր համբերատար սպասում են իրենց կանաչ լույսին, անցնում գծանեշված անցումներով, օգտվում գետնանցումներից ու վերնանցումներից, բայց մի մասի համար կարծրատիպը պահպանվել է։ Բարեփոխումները ոստիկանությունում շարունակվում են ծրագրված ու հետևողական բոլոր ուղղություններով, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումից մինչև ստորաբաժանումների աշխատանքային պայմանների արդիականացում ու տեխնիկական հագեցում, անձնակազմի մասնագիտական պատրաստականության կատարելագործումից մինչև կադրային փոփոխություններ, որոնք միտված են կատարողական կարգապահության և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Համակարգի բարեփոխման աշխատանքն անընդմեջ է ու շարունակական, ժամանակային առումով խիտ, արդյունքների առումով միտված ապագային։ Դրա վկայությունն էին նաև այս շաբաթվա մի շարք առաջին հայացքից ներհամակարգային իրադարձությունները, որոնք իրականում հանրային ու համապետական նշանակություն ունեն։ Հոկտեմբերի 19-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բուժվարչության պոլիկլինիկայում ծանոթացավ նորոգման ու արդիականացման աշխատանքների արդյունքին։ Ոստիկանության պետը շրջեց աշխատասենյակներում, եղավ նորաստեղծ ախտորոշման բաժանմունքում և ժամանակակից սարքավորումներով մանրէազերծման լաբորատորիայում, գնահատեց արված գործը, զրուցեց բուժանձնակազմի հետ։ Պոլիկլինիկան, որի հիմնանորոգումը կատարվել էր մոտ 20 տարի առաջ, այսուհետ կգործի հարմարավետ պայմաններում, ինչը բուժծառայողներին թույլ կտա լավագույնս ծառայել համակարգի նախկին ու ներկա աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների, ինչպես և Արդարադատության նախարարության, քրեակատարողական վարչության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների, վետերանների առողջական խնդիրների լուծմանը։ Մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն էր ուղղված նաև ճանապարհային ոստիկանության կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի շահագործումը, որի բացմանը հոկտեմբերի 21-ին մասնակցեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Ոստիկանության պետը դրական գնահատեց սպասարկման սրահի, քննասենյակի, աշխատասենյակների պայմանները, քննությունների ընթացքին սպասասրահից օնլայն հետևելու հնարավորությունը, կարևորեց, որ աշխատասենյակները հագեցված են ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով, ինչը մարզի բնակիչներին թույլ է տալիս մեկ պատուհանի սկզբունքով հենց տեղում ստանալ վարորդական իրավունքի վկայականներն ու համարանիշերը, իսկ տեղեկատվական պաստառներն ու ցուցանակները այցելուներին օգնում են կատարելու անհրաժեշտ գործողությունները։ Նոր բաժանմունքի շահագործման շնորհիվ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման պարզեցված ընթացակարգերի գործարկմամբ կկրճատվի գործընթացների համար պահանջվող ժամանակը, նվազագույնի կհասնեն հերթերը և կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ինչն էլ այս ոլորտում կատարվող բարեփոխումների գլխավոր նպատակն է։ Նույն օրը Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զորքերի 1033 զորամասում էր։ Պարոն գեներալ լեյտենանտ, ձեր այցի կապակցության զորամասը շարված է։ Գեներալ լեյտենանտ Երանուսյան։ Ողջույն ոստիկաններին։ Ողջույն գեներալ լեյտենանտ։ Ազատ։ Վլադիմիր Գասպարյանը, նրան ուղեկցող բարձրաստիճան սպաներն ու ոստիկանության զորքերի հրամանատարության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարին և զոհված զինծառայողների հուշապատին։ Ողջունելով անձնակազմին, Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նրանց պրոֆեսիոնալ պատրաստականության և անմնացորդ ծառայության կարևորությունը։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեր ծառայության համար, կատարած ծառայության համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել զորավարժություններում հրաշալի մասնագիտական ունակություններ ցույց տալու համար։ Եվ այն համոզմունքը, որ մենք վաղ ավելի լավն ենք լինելու, ավելի որակյալ ենք լինելու մեր գործունեության մեջ, քան երեք, դա հաստատվում է ձեր ամենօրյա աշխատանքով։ Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք շարահրապարակում հետևեցին ոստիկանության զորքերի ծառայողների մասնագիտական վարժանքներին ու Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթին։
Այնուհետև Զորամասի ճաշարանում տրվեց տոնական ճաշկերույթ միջազգային զորավարժանքին ոստիկանության զորքերի գերազանց մասնակցության առթիվ։ Հոկտեմբերի 21-ին անձնագրային և վիզաների վարչությունում ոստիկանության պետի տեղակալ Անուբա Խամբարյանը ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին։ Անուբա Խամբարյանն այնուհետև անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց ի կատարումը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումի ակտիվացնել սահմանադրական բարեփոխումների, հանրաքվեի մասնակիցների ցուցակների ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները և պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ։ Տրվեցին նաև այլ հանձնարարականներ։ Հոկտեմբերի 23-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ։ Նպատակը քննարկել հանրապետության նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման ընթացքը, երթևեկության խնդիրների մշտադիտարկման այս փուլի արդյունքներն ու առաջարկված ծրագրերի իրականացման արդյունավետությունը։ Մինչ խորհրդակցությունը ոստիկանության պետը ծանոթացավ քարտուղարության աշխատանքին։ Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց ճանապարհային ոստիկանության աշխատանքը, երթևեկության ու ծառայության կազմակերպման նոր մեթոդները, տեխնիկական հագեցման ընթացքը և գործունեության մի շարք այլ ուղղություններ։ Ճանապարհային ոստիկանության աշխատանքի մեջ ես փոփոխություն տեսնում եմ տեսուչների աշխատանքի մեջ։ Եղած թերություններով հանդերձ ունենք եւ զորբաներ, բայց ակնհայտ է ճանապարհային ոստիկանության կերպարի փոփոխությունը հասարակության մեջ։ Հատկապես Երևանում դա լավ երևում է։ Այսինքն սպասարկման ձևը, որակը, շնորհքը, հանդուրժողականությունը, ամեն դրականը, որով պետքա օժտված լինի ճանապարհային ոստիկանը։ Դա կա։ Եվ ես կարծում եմ, որ մենք մեր առաջ դրած խնդիրը կլուծենք։ Ես հույսով լի եմ եւ համոզմունքով։ Միևնույն ժամանակ ոստիկանության պետը նշեց, որ ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ հաշվառման քննական բաժանմունքների աշխատանքում դեռևս կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթներ։ Ինձ շատ անհանգստացնում կոռուպցիոն ռիսկերը։ Չէ՞ որ խնդիրները դրված է եւ շատ տրամաբանական է դրված։ Չէ՞ որ դրանով խոցելի է դառնում ամբողջ համակարգը։ Նշելով շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիների լայն ներգրավվածությունը երթևեկության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում, Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այդ գործընթացին ճանապարհային տեսուչների ակտիվ մասնակցությունը, մարդկանց, որ և մասնագետ են, և քաղաքացի, և երթևեկության պատասխանատու։ Մեր տեսուչներին ես ուզում եմ ակտիվ մասնակցություն ունենան հատկապես Երևան քաղաքի երթևեկության կանոնակարգման հարցում։ Մենք գիտական մոտեցում ենք ցուցաբերում, հանձնաժողովն աշխատում է, շատ առաջարկներ կան լավ առաջարկներ, կան վիճելի առաջարկներ, տրված է հասարակության քննարկմանը այդ process-ները, բայց ես հիմա հարց եմ տալու։ Իսկ մենք ունենք ճանապարհային ոստիկանության մի տեսուչ, որը մոտեցել է հանձնաժողովին, ասել է, գիտեք, ես ծառայություններ եմ տանում Երևան քաղաքի այս փողոցներում եւ տեսնում եմ այսպիսի թերություններ, առաջարկում եմ այսպես անել, որպեսզի կանոնակարգվի։ Ձեզանից լավ ոչ մեկ չի կարող հասկանալ ու տիրապետել։ Մի վախեցեք, նախաձեռնեք։ Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ճանապարհային ոստիկան վարորդ հարաբերությունների բարելավման, վարորդներին, մասնավորապես այլ երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ապօրինի անտառահատումների դեմ պայքարում ճանապարհային ոստիկանության ներգրավվածությունը մեծացնելու և մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Նույն օրը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց հերթական գործնական պարապմունքը, որի ընթացքում քննարկվեցին անչափահասների հետ տարվող աշխատանքի արդի մոտեցումները, դպրոցական տեսուչների ինստիտուտի ներդրման արդյունքներն ու գործունեությունը, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ընթացքը։ Բարձր գնահատելով քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատանքը անչափահասների շրջանում ծավալուն, կանխարգելիչ ու դաստիարակչական միջոցառումների իրականացման գործում, Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև դեռահասների հետ օպերատիվ աշխատանքի ակտիվության բարձրացման և առնվազն այդ մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը։ Ես տեսնում եմ խնդիր։ Հանցագործությունը երիտասարդանում է, ու մենք փայաբաժին ունենք յուրաքանչյուրս այդ մեղքի մեջ։ Մեկ հեռուստատեսությամբ փառաբանվող կրիմինալի արդյունքում, մեկ մեր անտարբերության արդյունքում, մեկ նրա արդյունքում, որ մենք բոլորս սովորել ենք, որ բոլոր վատ երևույթները տեղի են ունենում փողոցում եւ փողոցից են գալիս։ Իհարկե, եթե տնից դուրս ես վանում, փողոցից պետք է գա։ Կամ մենք կդարձնենք անչափահասին օրինապաշտ քաղաքացի, կամ փողոցը այսպես կոչված կրիմինալը կդարձնի մեր վաղվա կլիենտը։ Դա համար էլ կարևոր եմ համարում անչափահասների հետ տարվող աշխատանքները։ Վլադիմիր Գասպարյանը պարապմունքի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց տեսուչը դպրոցում ծրագրի իրականացման ընթացքի վրա, նկատելով, որ ժամանակին այդ ծրագրին կասկածողներն այսօր առաջարկում են ավագ դպրոցի փորձը տարածել նաև մյուս կրթական հաստատությունների վրա։ Մենք սակայն պետք է ավելի առաջ գնանք, ընդգծեց ոստիկանության պետը։ Անչափահասների գծով տեսուչը պետք է աշխատի ընտանիքների, շրջապատի, դեռահասների, արտադպրոցական միջավայրի հետ, նպատակ ունենալով հենց այդ տարիքից բացառել բոլոր հանցամիտ գայթակղություններն ու շեղումները։ Խաչմերուկում կանգնած անչափահասները, կանգնած ապագան մեջ, եթե դուք բաժնի պետերդ այդ երեխեքին չմոտենաք ոնց որ ձեր ընտանիքի անդամներին, ձեր երեխեքին, եթե դուք չհասկանաք այդ երեխեքի հոգսը, որ այդ անչափահաս տարիքում ամեն տեղից վերցնում է եւ որպես կանոն արկածախնդրությունն է վերցնում, եւ եթե օպերատիվ անձնակազմը այդպես չմոտենա իրանց, մենք անդադ ունենալու ենք այդ աճերը։ Մենք պարտավոր ենք մեր հասարակությանը տալ օրինակելի քաղաքացի։ Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը մանրամասնեց գործնական պարապմունքի օրակարգով նախատեսված խնդիրները, որոնց քննարկման արդյունքում տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Շարունակում ենք թողարկումը։ Անհանդուրժողականության բանավոր փաստարկումների փոխարեն բռունցքով համոզելու հետևանքների մասին շատ է խոսվել։ Ասվել է նաև, որ ալկոհոլի չարաշահումը նույնիսկ մոտ հարազատներին է ներքաշում հակամարտության մեջ, ու հակամարտությունը երբեմն ճակատագրական անդառնալի հետևանքներ է ունենում։ Հոկտեմբերի 15-ին Ձորախբյուրի բնակիչներն Արմեն Սարգսյանին տանը մահացած գտան, դին ննջարանում էր։ Համայնքի ղեկավարը ոստիկանություն զանգեց, ոստիկանության գառնիի բաժանմունքի ծառայողները րոպե նրանց Ձորախբյուրում էին։ Դիակի արտաքին զննությամբ կյանքին սպառնող բռնության հետքեր չկային, սակայն Սարգսյանի աչքի տակ նայտուցված էր։ Մենակ էր ապրում, ըստ գյուղացիների խմիչքի հետ սեր ուներ, ինչի հետևանքով էլ 3 օր առաջ հարբած դեմքով խփել էր պատին։ Դիակն ուղարկվեց դատաբժշկական փորձաքննության եւ առաջին հայացքից հանկարծամահություն հիշեցնող եղելությունն այլ ուրվագից ստացավ։ Դատաբժշկի եզրակացության համաձայն մահը վրա էր հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից գանգուղեղի փակ վնասվածքի հետևանքով։ Հոկտեմբերի 12-ի գիշերը ինչ-որ մեկը, որ հավանաբար այդ օրը նրա բաժակի ընկերն էր եղել, Արմենին ուղեկցել էր տուն։ Քիչ անց տնից աղմուկ էր լսվել, հետո ամեն ինչ խաղաղվել էր։ Իսկ հաջորդ օրը գյուղացիները Արմենին արդեն տեսել էին այտուցված աչքով։ Ինքն էր ասել, որ ընկել է, թե գյուղացիների մտքով էր անցել դեռ հարկավոր էր ճշտել, եւ քրեական հետախույզները գործի անցան։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ սույն թվականի հոկտեմբերի 12-ին Արմեն Սարգսյանը իր եղբոր որդու Նարեկ Սարգսյանի հետ միասին օգտագործել են ալկոհոլային խմիչքներ, որից հետո վիճաբանել են եւ Արմեն Սարգսյանի սենյակում Նարեկը բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին, որը վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածք, որի հետևանքով օրեր անց Արմեն Սարգսյանը մահացել է։ Հոկտեմբերի 16-ին տարված բացատրական աշխատանքների արդյունքում Նարեկ Սարգսյանը ներկայացել է ոստիկանության գառնիի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն։
Ըստ Նարեկ Սարգսյանի, հորեղբոր հետ միշտ լավ հարաբերությունների մեջ է եղել, ոչ մի շահերի բախում, ոչ մի թշնամանք։ Այդ օրվա վեճն էլ ասում էր, հորեղբորը կռվից, տհաճ խոսակցություններից հետ պահելու պատճառով էր ծագել։ Երկուսն էլ խմած էին, իսկ խմած մարդը, ինչպես հայտնի է, դիմացինին դժվար է հասկանում։ Այդենց կես լիտր արախ խմեցինք, ասես կարա սենց է տանես տուն, ասի հա։ Արել եմ տուն, ասենք այդենց ինքը մի քիչ տանային հարցեր ուներ, մարդ կար իրեն խապել էր փողային տեսակետով, գիշերակեսին ուզում էր եթար, ես չթողեցի, ու այդպես բրբրտին կռիվ գնաց, ու այդպես բանը ես մի հատ իրեն խփի, մի հատ ինքը ինձի, ու այդպես ասենք խառը կռիվ էլ ես չեմ հիշում, ես լմ խմացել է։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նարեկ Սարգսյանը կալանավորված է։ Ծեծ ու մարմնական վնասվածք արձանագրել էին նաև ոստիկանության վաղարշապատի բաժնի ծառայողները, բայց այս անգամ կատարվածն ավազակային հարձակում էր։ Հոկտեմբերի 21-ի կեսգիշերին ստացվել էր ահազանգը, իսկ հաջորդ օրը առավոտ շուտ կասկածյալներն արդեն բերման էին ենթարկվել։ Հոկտեմբերի 20-ին կեսգիշերն անց ոստիկանության վաղարշապատի բաժին ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը Էջմիածնի 62-ամյա բնակիչ էր։ Նրա փեսան էր ոստիկանություն զանգել, երբ կեսգիշերին Սամվել Պապը դեմքը առնաշաղախ թակել էր դուռն ու հայտնել կատարվածի մասին։ Ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Պարզվեցին հանցագործության հանգամանքները։ Հարձակվողները երկուսն էին, երկուսն էլ դիմակավորված։ Գործել էին գիշերով, ժամը 23:30-ի սահմաններում։ Նրանցից մեկը պատուհանի ճաղավանդակով մագլցել էր տանիք, իջել բակ, ներսից բացել դարպասը ու երկուսով տուն էին մտել։ Հապով երկաթենտեմ ովա, մտքով ծանցավասի կարող երեխեն է, ստեղ կոքս ամնում։ Հետո հիշում որ դարպասը փակել եմ երեխեն ոնց կմտնի։ Վրաժոգեմ ինչ մոմենտ է։ Սամվել Պապը ներքնակի տակից հանել էր դանակը, սակայն չէր էլ հասցրել պաշտպանվել։ Ավազակներից մեկը հարվածել էր գլխին ու գետնին գցել։ Պարբերաբար հարվածել էին, դանակով սպառնացել ու պահանջել, որ փողը տա։ Տուժողն էլ վախենալով, որ կսպանեն, մատնացույց էր արել անկողնում պահած 215,000 դրամը։ Անկոչ հյուրերը վերցնելով գումարն ու տանտիրոջ բջջային հեռախոսը փախել էին։ Սամվել Պապը վերջերս էր վաճառել գյուղի տունն ու այս տանը վարձով էր ապրում։ Ստացած գումարի մի մասով պարտքերն էր մարել, մի մասը ժամանակավոր հանձնել բանկ։ Նա հայտնեց, որ տունը ծախելու մասին ամբողջ գյուղն է իմացել, բայց որ տանը գումար կա, քչերը գիտեին։ Ձեռնարկվեցին օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումներ, զրույցներ անցկացվեցին տուժողի մերձավոր հարազատների, ընկերների եւ հարևանների շրջանում, որի արդյունքում կասկածյալների շրջանակը նեղացավ։ Վերլուծելով ստացված տեղեկությունները հոկտեմբերի 22-ի վաղառավոտյան ոստիկանության վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Էջմիածնի բնակիչ Գևորգ Շահբազյանին ու Մրգաստան գյուղի բնակիչ Սամվել Մարգարյանին։ Բացատրական աշխատանքների շնորհիվ ընկերները խոստովանեցին, որ ավազակային հարձակումն իրենք են կատարել։ Մտա պապին տես ֆարկած էր։ Սի փողերը դու, պապ գորգրած դանակալ, յա մոտել դանակալ։ Ծեծել ենք ինչ պետք է անենք։ Քննչական փորձարարության ընթացքում Շահբազյանը մատնացույց արեց այն վայրը, որտեղ փախուստի ժամանակ ձեռքից գցել էր դիմակներն ու դանակները։ Դրանք հենց այդտեղ էլ հայտնաբերվեցին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ավազակային հարձակման հատկանիշներով։ Հանցագործության գործիքն առգրավված է, հայտնաբերվել եւ առգրավվել է նաեւ բջջային հեռախոսը։ Քննությունը շարունակվում է։ Հաջորդ տեսանյութը պատրաստելու համար որպես հիմք վերցրինք մեկ շաբաթվա ամփոփագրային տվյալներ։ Պարզվեց, որ հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 75 պատահար, 9 մարդ զոհվել է, 89-ը ստացել մարմնական վնասվածքներ։ Բայց քանի որ խոսքն այս անգամ գնալու է առավելապես հետիոտների մասին, բերված թվերից առանձնացնենք վրաերթերը։ Այդ նույն օրերին տեղի ունեցած 23 վրաերթին զոհ է գնացել 5 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 19։ Վրաերթեր, մեր թեմատիկ էջը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մասնագետները դիմելով հետիոտներին կատակով ասում են. շատ ուշադիր մի հետևեք լուսաֆորի լույսերին, դեռ ոչ ոք չի ընկել լուսաֆորի տակ։
Էլ ինչ կատակ, որի մեծ մասը ճշմարտություն չէ, բայց երբ հետևում ես հանրապետության տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներին, կատակի սիրտ չի մնում, ու մեղավորը միայն վարորդները չեն։ Հետիոտն էլ երթևեկության լիարժեք մասնակից է, իրավունքներով ու պարտականություններով, հանգամանք, որ ավանդաբար անտեսվում է։ Իհարկե, հնարավոր չէ չնկատել, որ հատկապես մայրաքաղաքում վիճակն անհամեմատելիորեն փոխվել է։ Շատ հետիոտներ այսօր համբերատար սպասում են իրենց կանաչ լույսին, անցնում գծանշված անցումներով, օգտվում գետնանցումներից ու վերնանցումներից, բայց մի մասի համար, չնայած անվերջ աճող մեքենաների թվին, կարծրատիպը պահպանվել է։ Խնդիրը վրաերթին հետևող պատիժը չէ, ճիշտ ու սխալ փնտրելը չէ։ Իհարկե, օրենքն ավելի մեծ պատասխանատվություն դնում է վարորդների ուսերին։ Ի վերջո, ճանապարհի բանուկ մասում հանկարծակի հայտնվողը կարող է լինել ոչ թե չափահաս անգիտակից քաղաքացի, այլ ասենք մի երեխա։ Բայց ով էլ մեղավոր լինի, ինչ անուն տաս խաղաղ պայմաններում սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գետնանցումի վրայով անհոգ անցնող երիտասարդի մահվանը կամ խեղանդանվելուն։ Էլ ինչ փույթ, թե ով է մեղավոր։ Մեղավոր փնտրելը չէ նաև մեր խնդիրը։ Բերենք վերջին օրերին գրանցված մի քանի վրաերթի օրինակներ։ Հոկտեմբերի 15-ին ժամը 14-ին Զիլ Մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մելքումովի եւ Շիրազի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի կնոջ ու մի տղամարդու։ 40-ամյա կինը տեղում մահացել է, տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Նույն օրը ժամը 17:10-ի սահմաններում Օպելի վարորդը Երևան-Գյումրի Բավրա ճանապարհի 160-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել 18-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում մեկ այլ Օպելի վարորդ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում վրաերթի է ենթարկել 27-ամյա մի տղամարդու, նրան տեղափոխել հիվանդանոց եւ մեղայականով ներկայացել ոստիկանություն։ Հոկտեմբերի 18-ին ժամը 17:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում մի Մերսեդեսի վարորդ վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը տեղում մահացել է։ Շարունակելով ընթացքը, Մերսեդեսը 20 մետր հեռանալով շրջվել է։ Նույն օրը ժամը 19-ի սահմաններում մի Ժիգուլու վարորդ Վարդենիսի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա մի պատանու եւ նրան տեղափոխել հիվանդանոց։ Հոկտեմբերի 19-ի ժամը 9-ին Հունդայի մեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա մի տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նույն օրը ժամը 19:15-ին Մայրաքաղաքի Մաշտոցի Պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Նույն օրը 19:30-ին դարձյալ Մայրաքաղաքում Աբովյան Թումանյան փողոցների խաչմերուկում մի Մերսեդես վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ Նկատենք, որ վրաերթեր լինում են եւ ճանապարհներին, եւ քաղաքներում, եւ գյուղերում։ Իհարկե, մեծ մասը բաժին է ընկնում քաղաքներին, հատկապես մայրաքաղաքին։ Հնարավոր էր խուսափել սրանցից, գուցե, ու նաեւ հետիոտների հավելյալ ուշադրության կամ զգուշության շնորհիվ։ Փողոցը հերոսանալու տեղ չէ, այստեղ կամիկաձեների կամ մահապարտների կարիք հաստատ չկա։ Փողոցը զգուշության, զգոնության ու կարգապահության տեղ է եւ հատկապես հետիոտների համար։ Երթևեկության անվտանգության նպատակով են հենց կառուցվել գետնանցումներն ու վերնանցումները, տեղադրվել լուսավորներն ու ճանապարհային նշանները, կատարվել նշագծումները։ Ու էական չէ, թե որքան գումար է ծախսվել դրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորն իրար հետ վերցրած դրանք չարժեն նույնիսկ մեկ մարդու կյանք։ Չանտեսենք սրանց գոյությունը, չխլացնենք մեր զգայարանները փողոց հատելիս, ինչ եթե լսում ենք սիրելի երգչի կատարումը։ Զրույցը շարունակենք մայթին հասնելուց հետո, վերջապես պահպանենք երթևեկության կանոնները, որ հետո վարորդ հետիոտ ըմբախումներում մեղավոր չփնտրենք հետին թվով։ Ի վերջո փոքր-ինչ մեղմենք գույները, հասկանանք, որ նույնիսկ մի տեսակ ամոթ է մեքենայի տակ ընկնելը։ Հիշենք հայկական ամենասիրված կարճամետրաժ ֆիլմերից մեկի հերոսի խոսքը։ Ես հավ չեմ ընկնեմ մաշինի տակ։ Ինչու եք ստում։ Չէ, չի ստում։ Ճիշտ ասում։ Կանաչ լույս ու բարի ճանապարհ բոլորիս։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ցտեսություն։ Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։